Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք։ Շարունակում ենք մեր ուսումնասիրությունները նամակ Եփեսացիներին, նոր կտակարանն ենք ուսումնասիրում, 4-րդ գլուխը 1-ից 16 համարները։ Ուրեմն ասեմ հարգելիներս, եթե նոր եք միանում մեզ, եթե նոր եք ծանոթանում մեր առաքելության հետ, ուրեմն Արարատ Աստվածաշունչի առաքելությունը Աստծո խոսքը ուսուցանելու առաքելություն է, եւ մենք սովորեցնում ենք Աստծո խոսքը գլուխ առ գլուխ, տող առ տող, ոչ թե թեմատիկ ձևով։ Այսինքն նպատակը այն է, որ ճիշտ ձևի ներկայացնել Աստծո խոսքը առանց պատմությունների, առանց ճոխությունների, որովհետև դրանք հարկավոր չեն Տիրոջ համար։ Մենք թույլ ենք տալի, որ Սուրբ Հոգին իր գործը անի, մենք էլ ուղակի Աստծո խոսքը բերում ենք, մատուցում ենք եւ բացատրություն ենք տալի տող առ տող։ Ուրեմն այսքանը մեր հայտարարությունների հետ կապված, անցնենք սերտողությանը, աղոթենք ու խորանանք Աստծո խոսքով։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ անունով, փառք ու շնորհակալություն ենք հայտնում, շնորհակալ ենք Տեր քո բոլոր տված օրհնությունների եւ բարիքների համար։ Այսօր մենք գալիս ենք աղոթելու եւ աղոթելով Տեր Աստված, որպեսզի մենք այս պահին քո խոսքերը սովորենք, առաջնորդվենք քո խոսքերով եւ աղոթում ենք մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, նրանց խնդրում ենք առատորեն օրհնես, զորացնես եւ ով ինչ խնդիր ունի Տեր դու գիտես, աղոթում ենք նրանց խնդիրների լուծման եւ օգնության համար։ Աղոթում ենք, որ քո խոսքը Տեր թող փայլի նրանց մեջ, ներթափանցի նրանց մեջ, բոլորիս մեջ իհարկե Տեր Աստված, որպեսզի մենք կարողանանք զորանանք եւ առաջադիմենք քո խոսքերով։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Ուրեմն վերնագիրն է այս կիրակի օրվա սերտողության միասնություն եւ հոգու պարգևներ։ Ուրեմն գիտեք, Տերը մեզ կամենում է, որ միասնական լինենք եւ հետևենք օրինակը Սուրբ Երրորդության։ 3, բայց 1։ Եկեղեցու մեջ չպետք է տարաձայնություններ լինեն եւ հարկավոր է աչալուրջ լինել, որ թույլ չտանք Սատանուն եկեղեցու մեջ իր վնասակար գործերը կատարի։ Գիտեք, նրա նպատակը, Սատանու նպատակը մարմինը բզկտելն է, հետևաբար մենք պետք է զգույշ լինենք եւ աշխատենք պաշտպանել մարմինը եւ զգոն լինենք, որ թույլ չտանք այլ վարդապետություններ մտնի եկեղեցու մեջ եւ պարզապես, այսպես ասած, եթե Աստծո խոսքն է մեր հիմքը, որտեղից որ մենք սովորում ենք նրա մասին, Աստծո մասին, Աստծո կամքի մասին, վարդապետության մասին, քրիստոնեության, մեր հավատքի, ուրեմն պետք է լավ իմանանք, որպեսզի ճիշտ հասկանանք, թե ով ինչ է սովորեցնում եւ նրա հետևում ինչ է։ Ուրեմն սա է կարևոր, որովհետև տեսեք, Պողոս առաքյալը այս 16 համարների մեջ բացատրում է եկեղեցու մեջ խաղաղությունն ու միասնության կարևորությունը։ Եկեք ուսումնասիրենք 1-ից 6 համարները գրված է. «Արտաղաչում եմ ձեզ Տիրոջ համար բանտարկյալս, որ այսպես ընթանանք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք, ամենայն խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով հոգու միությունը խաղաղության կապով պահել, մեկ մարմին եւ մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք, մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված ու բոլորի Հայր, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու բոլորի մեջ է»։ Ուրեմն հարգելիներս, այստեղ տեսեք ինչ է Պողոս առաքյալը մեզ սովորեցնում։ Սա առաջի հատվածն է, որ անվանում ենք միասնություն, այսինքն սրա պատճառով է, որ մեր հատվածը, այսինքն սերտողություն այսօրվա անվանում ենք միասնություն եւ հոգու պարգևներ, որովհետեւ գիտեք, այս համարների մեջ Պողոս առաքյալը մեզ ինչ է սովորեցնում։ Նախ առաջի հերթին սկսենք նրա առաջի արտահայտությունից։ Նա միշտ իր նամակները գրում է այնպես, որ մարդիկ հասկանան, որ ինքը Տիրոջ ծառան է, Տիրոջ սպասարկողն է, Աստծո գործը կատարողն է եւ միշտ բանտարկյալ
բառն է օգտագործում, որովհետև գիտեք, մենք երբ որ մեղքի մեջ ենք, նախքան Հիսուսին ընդունելը, մենք ազատ ենք, բայց այսինքն ազատ կամք ունենք, բայց մենք բանտարկված ենք մեղքին։ Իսկ Պողոս առաքյալը մեզ շատ պարզ կերպով հասկացնում է, որ մեր նախկին կյանքում մենք երբ որ բանտարկված ենք եղել, բանտարկյալներ ենք եղել մեղքին, այս պահին մենք ազատագրվել ենք Հիսուս Քրիստոսով եւ հոժար կերպով մենք անցնում ենք ծառայության մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Եվ նա միշտ այսպես է արտահայտվում, որ հասկանալի լինի եւ ուղղակի միշտ կենտրոնանանք մենք այդ գաղափարի վրա։ Եվ ասում է, որ այնպես ընթանաք, այսինքն ինքը աղաչում է մեզ, որ մեր հավատքը եւ մեր մոտեցումը Տիրոջը շարունակենք, այնպես ինչպես որ վայել է, ճիշտ է կոչմանը, որն է կոչումը, որ մեջ ասում է, որի մեջ կանչվել եք, այսինքն երբ որ մենք ընդունում ենք հավատքը, մենք ունենք կանոնադրություն հավատքի մեջ, ոչ թե որպես օրնամոլ կամ որպես ինչ որ օրենք հետևելու պատճառով։ Հիմա կպարզաբանը, գիտեք, հին կտակարանի մեջ օրենքի ժամանակ մի շարք օրենքներ կար 600-ից ավել, որը պարտավորված էր հրեան հետևել։ Իսկ քանի որ Հիսուս Քրիստոսն եկավ, օրենքը նա ավարտեց, օրենքի փոխարեն եկավ մտավ շնորհով փրկության ժամանակաշրջանը, այսինքն դա ինչ է նշանակում։ Առաջ մարդիկ հետևում էին օրենքը, փորձելով բոլոր կետերը կատարել այն ինչ որ Աստված նրանց տվել էր։ Այսօր մենք Հիսուսով ունենք փրկություն հավատքով, եւ ինչպես որ նամակ հռոմեացիների մեջ է գրված Պողոս առաքյալի կողմից 10-րդ գլուխ 9-ից 11 համարներում, ասում է, որ մեր համար հարկավոր է որ հավատանք եւ հավատալով մենք արդարացած ենք, իսկ բերանով էլ խոստովանում ենք փրկության համար եւ ով որ հավատա կփրկվի, այսպես է գրված։ Հիմա այս պահին մենք ինչ ենք հասկանում։ Երբ որ մենք ընդունում ենք հավատքը, ինչպես պետք է մեզ պահենք, ինչպես է վայել կոչմանը, այսինքն այդ կոչումը, որ մեզ տրված է, նկատի ունենք բոլորս են կանչված հավատքի, բոլորս են կանչված ապաշխարության, բոլորս են կանչված ընդունել Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ եւ փրկվել։ Եվ հիմա Պողոս առաքյալն ասում է, որ դրա համար, այսինքն կա հատուկ պահելաձև, այսինքն որոնք են այդ կետերը, այդ հատկությունները, որ մեր մեջ պետք է հզոր լինի։ Առաջի հերթին խոնարհություն, հեզություն, համբերատարությամբ իրար նկատմամբ մենք վերաբերվենք, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով հոգու միությունը խաղաղության կապով պահել։ Ուրեմն, հարգելիներս, մեր մոտեցումը եկեղեցու մեջ, մեր հավատքի գալը, ապաշխարությունը եւ եկեղեցու մեջ լինելը բոլոր այն կարևոր կետերն են հերթականորեն, որ պետք է կատարվել։ Այսինքն, երբ որ ընդունում ենք մենք Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, մեր գործողությունը պետք է լինի Տիրոջ մարմնի մեջ։ Հիմա երկու մաս կա։ Առաջին մասը այն ինչ որ մենք կանենք եկեղեցու մեջ, մարմնի մեջ, իսկ երկրորդ գործը այն ինչ որ մենք կանենք դուրսը ավետարանության աշխատանքներով։ Օրինակի համար մեր բոլորիս պարտականությունն է, որ քարոզենք Աստծո խոսքը, բոլորիս պարտականությունն է, որ Աստծո խոսքը ավետարանը կիսել մեր մտերիմների, հարազատների, բարեկամների հետ եւ իհարկե անծանոթների հետ։ Պետք է մենք Աստծո խոսքը տանք բոլորին, որովհետեւ դա է մեզ տրված որպես մեր գլխավոր առաքելությունը։ Առաջի հերթին ընդունել ու հետո դրանից հետո տարածել, եւ եթե մենք Աստծո խոսքը պետք է բոլորին բերենք, որովհետեւ մեր պարտականությունն է դա, հարկավոր է որ մենք անենք ինչի համար կամ ինչու, որովհետև եթե չլսեն Աստծո խոսքը չեն փրկվի մարդիկ։ Ուրեմն Տերը մեր վրա է դրել այդ պարտականությունը, իր մարմնի վրա է դրել Հիսուս Քրիստոս, այսինքն ասելով, որ կենթանի եկեղեցին առաքելություն ունի հատուկ կատարելու, եւ բոլորս պետքա դա հասկանանք։ Քանի որ կան մարդիկ, որ ասում են ոչ, միայն ասենք նշանակված կամ հատուկ կոչումով մարդիկ հովիվները հոգևոր եւ այլն նրանց պարտականությունն է Աստծո գործն անել, նույնիսկ Աստծո խոսքը սովորեցնել, արգելիներս այդպես չի, հենց այդպես չի։ Իսկ եթե պնդում են մարդիկ, որ Աստծո խոսքը մենակ հարկավոր է սովորեցնել հատուկ մարդիկ, գիտեք, այդ
իրականության հետ չի համապատասխանում։ Մենք գիտենք եւ հիմա շուտով կկարդանք, կտեսնենք ինչ պարգևներ է տրված յուրաքանչյուր հավատացյալին, այսինքն ըստ Աստծո հայեցողությամբ, ըստ Աստծո որոշումով, թե ինչ կբաշխի մեզ, ամեն մեկս մեկ կամ բազմաթիվ պարգևներից ունենք, այն ինչ որ հեսա շուտով կկարդանք, եւ կան ուրիշ օրինակներ առաջի Կորինթացիների մեջ, երկրորդ Կորինթացիների մեջ, տարբեր հատվածներում նոր կտակարանի մեջ, որ այս հոգու պարգևների մասին է խոսվում։ Եվ ասեմ ձեզ, որ առաջինը կամ առաջի հերթին մինչև այդ ամեն ինչին հասնելը հարկավոր է, որ մենք իմանանք մեր պահելաձևը եւ անդրադառնում ենք դրա համար այն կետերի շուրջ, որը Պողոս առաքյալը մեզ բացատրում է, որ պետք է մենք ունենանք եւ մեր մոտեցումը մեր մյուս քույրերի եւ եղբայրների հետ։ Այսինքն ինչ է նշանակում, եկեղեցու մեջ խաղաղություն պետք է լինի, եկեղեցու մեջ միասնականություն պետք է լինի եւ ուղղակի միասնականություն որպես միասնականության համար չի, այլ միասնականությունն ու համախմբված ենք մենք ուղղակի Հիսուս Քրիստոսի հիման վրա, մեր անկյունակարի վրա։ Այսինքն, եթե մենք ամեն մեկս մի տարբեր բան քարոզենք, կամ ամեն մեկս մի տարբեր բան ասենք, կամ ամեն մեկս մեր շահերը բրդելու համար եւ մեր շահերը առաջ տանելու համար մեր ծրագրերը իրականացնենք, այլևս միասնականություն եւ համաձայնություն չի կարող լինել եկեղեցու մեջ։ Ուրեմն ճիշտ մոտեցումը պետք է ունենանք, ճիշտ մտադրությունը պետք է ունենանք։ Եվ Պողոս առաքյալը ինչ է ասում 4-րդ համարից սկսած մեկ մարմին եւ մեկ հոգի։ Ուրեմն այս է։ Քանի որ մենք կատարում ենք օրինակը Սուրբ Երրորդության, Հայր, Որդի, Սուրբ Հոգի, այնտեղ կա միասնություն, 3 են, բայց 1, ուրեմն այդ հասկացողությամբ մենք էլ նույնպես պետք է շարժվենք։ Մեկ մարմին եւ մեկ հոգի։ Քանի որ բոլորս գալիս ենք Հիսուս Քրիստոսի անունով, ուրեմն մեր միասնականությունը պետք է լինի, մեր միասնական կետը եւ մեր միասնության ամրությունը Հիսուս Քրիստոսն է։ Ինչպես որ մեկ է հույսը, ինչպես որ ասում է Պողոս առաքյալը, որին կանչված եք։ Ուրեմն մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն։ Այլևս ոչ մի բան ավել չկա, եւ սա ինչու է ասում Պողոս առաքյալը, որովհետեւ Պողոս առաքյալի նամակները եթե խորապես ուսումնասիրեք, կտեսնեք, որ չասեմ կրկնվող կետեր կան, այլ ուղղակի շեշտեր, այսինքն ինչ է Պողոս առաքյալը փորձում հստակ կերպով սովորեցնել, որովհետև այն ժամանակ եւ ինչպես այսօր բազմաթիվ սուտ վարդապետություններ են եղել եւ կան այսօր ինչպես անցյալում էր եւ եկեղեցու առաջնորդների նպատակն էր Աստծո խոսքը ճիշտ ձևով բացատրել բոլոր վարդապետության կետերը, բոլոր հավատքի սկզբունքները եւ դրա հիման վրա թույլ չտալ, որ այդ սուտը տարածվի։ Եվ դրա համար Պողոս առաքյալը նորից գալիս է գլխավոր կետերի շուրջ, մեկ Աստված ու բոլորի Հայրը, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու բոլորի մեջ է։ Ուրեմն մեկ մարմին, մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք, մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն, բոլոր այն կետերը, որոնք հարկավոր են քրիստոնեական մեր այս հավատքի շուրջ համախմբվելու համար եւ ճշմարտությունը հասկանալու համար։ Եվ մի երկու բան կա կարևոր ասել, որ երբ որ մենք ապաշխարում ենք, երբ որ մենք փրկվում ենք, մենք նոր մարդ ենք ընդունում եւ նոր մարդը պետք է աշխատել այս նոր կանոնների մեջ։ Ուրեմն մեր ուղղությունը երկնքի արքայությունն է, առաջի հերթին, ոչ թե մեր սեփական շահերը կամ մեր սեփական ծրագրերը, ու հետեւաբար անհրաժեշտ է, որ Տիրոջ կանոններով շարժվել։ Մեզ Աստծո խոսքը սովորեցնում է, որ մենք այս աշխարհում ենք գտնվում, բայց մենք այս աշխարհից չենք։ Մեր այն թագավորության համար, որ մենք ծառայում ենք, այս աշխարհից չի։ Հետևաբար մեր մոտեցումը չի կարող լինել այս աշխարհի կանոնների, հիմքերի եւ սկզբունքների վրա։ Ջարդել, թալանել, խաբել, գրփել, թափել եւ այլն, վնաս տալ, ամեն ինչ անել առաջ գնալու համար, աշխատել միմիայն մեր շահերի համար կամ եւ այլն, ու այդ բոլոր խնդիրները, պղծությունները, կեղտոտությունը, որ մենք տեսնում ենք այս աշխարհում,
իրար դեմ պայքարելով, իրար վնաս տալով, իրար ջարդելով, վնասելով եւ այլն հասնեն առաջ, ձգտում են աթոռին, ձգտում են ուժին, ձգտում են իրանք հարստությանը, փողին եւ այլն, դա չի իմաստը կյանքի, պարզ ասած, եւ քանի որ Աստված մեզ ստեղծել է առաջի հերթին իր պատկերով, երկրորդ հերթին որ մենք ընկերակցություն ունենանք, հաղորդակցություն ունենանք իր հետ, ուրեմն մեր գլխավոր նպատակն է նախ ընդունել Աստծուն առաջի հերթին եւ այս պարագայում այս բանաձևով, որը որ մեզ Տերը տվել է Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ ընդունելն է, հետեւաբար մենք կարող ենք շարունակել մեր հարաբերությունը եւ մեր ճանապարհը Աստծու հետ, քայլենք Աստծու հետ, ինչպես որ եղել էր ի սկզբանե Էդեմի պարտեզում, մինչև որ մեղքը մտավ Էդեմի պարտեզ։ Ուրեմն հասկանանք, որ Պողոսի կոչումը եւ այսինքն այս Եփեսացիների նամակի մեջ բացատրությունը հենց հետեւյալն է, որ հրյան եւ հեթանոսը երկուսն էլ գալիս են միասնականության Աստծու խոսքի հիման վրա, քանի որ այն ժամանակ Պողոս առաքյալը համ իր գլխավոր առաքելությունն էր հեթանոսներին Աստծու խոսքը բերել, ինչպես որ մյուս առաքյալներին այլ առաքելություն էր տված, ոնց որ Պետրոսին տրված էր հրյաներին քարոզել Աստծու խոսքը, Պողոսին էլ տրված էր, որ հեթանոսներին քարոզեր Աստծու խոսքը, բայց հեթանոս եւ թե հրյա այլևս Հիսուս Քրիստոսով տարբերություն չկա, որովհետեւ բոլորը կանչված են ընդունել Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, եւ երկուսն էլ կազմում են Քրիստոսի, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մարմինը, ով որ կընդունի Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Եվ Եփեսացիների նամակը հիմնված է կետերից մեկը հենց այս վարդապետության շուրջ, որ միասնականություն է հարկավոր Քրիստոսի մարմնի մեջ, եւ բոլորը, ովքեր որ ընդունում են Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, արդեն համարվում են մեկ մարմին։ Մի մարմին Հիսուս Քրիստոսի, որ հիմնված է մեր Տիրոջ վարդապետության եւ բոլոր մեր հավատքի սկզբունքների վրա։ Տեսնենք ինչ է ասում 7-րդ համարից սկսած, բայց մեզ յուրաքանչյուրիս Քրիստոսի պարգևի չափով շնորհ է տրված։ Դրա համար ասում է. ելավ բարձունքները, գերիներ տարավ եւ մարդկանց պարգևներ տվեց։ Սաղմոս 68:18 համարի մեջբերումն է սա։ Ինչ է նշանակում ելավ, եթե ոչ որ նախ երկրի ստորին կողմերին իջավ։ Այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկինքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի։ Ուրեմն մի քիչ դժվար է այս համարները հասկանալ, ուղղակի այն առումով, որ երբ որ գրված է ելավ բարձունքները, գերիներ տարավ եւ մարդկանց պարգևներ տվեց, այսինքն ինչ նկատի ունի։ Գիտեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը հաղթական է։ Նա հաղթեց մահը եւ այլևս մահը մեր վրա իշխանություն չունի, այսինքն նրանց վրա, ովքեր որ ընդունել են Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ։ Ուրեմն այս պահին օրինակը համեմատությունն է հաղթական բանակի, հաղթական ղեկավարի, հաղթական զորագլխի եւ պատերազմական ավելի օրինակով է սա տրված, որ երբ որ հաղթողը ավարտում էր պատերազմը եւ հաղթանակով էր ավարտվում, ուրեմն նա ավարները իրավունք ուներ վերցնելու եւ այդ մոտեցումով, այդ գաղափարով նա ասում է, որ ինչ որ հարկավոր էր ինքը իրեն վերցրեց, որովհետեւ նա հաղթեց եւ մենք բոլորս իր հաղթանակի արդյունքն ենք, ովքեր որ հավատում ենք եւ ընդունում ենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Ու դրա համար նախ ասում է, որ նա չարչարվեց, խաչվեց եւ այլն, մահացավ, հարություն առավ եւ հարություն առավ, համբարձվեց, բարձրացավ եւ իր հետ վերցրեց ամեն ինչ եւ բոլորիս իհարկե մենք պատկանում ենք բոլորս, ովքեր որ ընդունում ենք Հիսուս Քրիստոսին, մենք պատկանում ենք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին։ Եվ հենց այդ առումով էլ նա այսինքն
իրավունք ունի տալու մեզ այն ինչ որ նա ցանկանում է, որովհետև մենք քանի որ ժառանգակիցներն ենք Հիսուս Քրիստոսի, այս հաղթանակը մենք էլ ենք տոնում, այս հաղթանակի մասը, այսինքն նաև մենք էլ ենք նշում եւ մաս կազմում, այսինքն քանի որ Տերը հաղթեց մահը եւ մեզ տվեց փրկություն, ուրեմն նա մեզ կարող է տալ ամեն բարի բան եւ կարող է մեզ տալ ամեն օրհնանք, որի մասին հեսա կտեսնենք, թե Պողոս առաքյալը ինչ է ասում։ Ուրեմն ասում է մենք նվերներ ունենք, մենք ավարներ ունենք այս հաղթանակի, որ կարող ենք ստանալ, եւ այն նրանք որոնք են, այսինքն այս հոգու պարգևների մասին է հիմա Պողոս առաքյալը խոսելու, կարդանք տեսնենք ինչ է ասում։ Ուրեմն նորից 10 համարից 20 այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկնքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի։ Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց մարգարեներ, ոմանց ավետարանիչներ, ոմանց հովիվներ ու վարդապետներ, կատարելագործելու սրբերին ծառայության գործում Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության եւ Աստծու որդու ճանաչողության, որպես հասուն եւ կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Ուրեմն հերթականորեն եկեք տեսնենք ինչ է մեզ բացատրում Պողոս առաքյալը։ Նախ առաջի հերթին հոգու պարգևները, այն ինչ որ բաշխում է Սուրբ Հոգին իր հայեցողությամբ, ոչ թե մեր հայեցողությամբ, մենք կարող ենք խնդրել Տիրոջը մեզ տալ բոլոր հոգու պարգևները, բայց Տիրոջ որոշումն է, թե մեզ ինչ կտա։ Ուրեմն առաջին ասում է առաքյալներ լինելու։ Հիմա մենք գիտենք, որ առաքյալները հատուկ ժամանակաշրջան կար, որ այդ պարգևն էր տրված, այլևս մենք առաքյալներ չենք տեսնում, այսինքն այլևս առաքյալների պետքություն չկա, որովհետև լռացավ դա։ Բայց մյուս կետերը մարգարեներ, ոմանց մարգարեներ, մարգարեն ով է, նա այն ով Աստծո խոսքն է բերում։ Մինչև Աստծո խոսքը գրվել է եւ հաստատվել է հին եւ նոր կտակարաններ, Աստծո խոսքը բերվում էին հատուկ մարդկանց միջոցով, որ արտոնված էին հենց Աստծո կողմից։ Այսօր մենք ունենք Աստծո խոսքը եւ դա է մեր մարգարեությունը, այսպես ասած։ Այսինքն Աստծո խոսքը մենք ստանում ենք ուղիղ Աստծո խոսքից, ոչ թե այն մարդիկ, ովքեր գալիս ասում են Աստված այսպես ասեց կամ այնպես ասեց, իրենց հատուկ նկատի ունենք։ Զգույշ պետք է լինել, որովհետև Աստծո խոսքը արդեն գրված է, Սուրբ Հոգին է դասավանդում եւ այն ինչ որ մենք ունենք այսօր, որպես մեր հին եւ նոր կտակարաններ Աստվածաշունչի մեջ, այսպես է սահմանափակված եւ բավարար, քանի որ տեսեք բազմաթիվ գրքեր կան Աստծո խոսքի մեջ եւ մի ամբողջ կյանք հերիք չի, որ ամեն ինչը ուսումնասիրել եւ հասկանալ։ Հետևաբար Աստված չի ավելացնում իր խոսքի վրա, քանի որ հայտնություն ըստ Հովհաննեսի գրքով վերջի գիրքը նոր կտակարանի սահմանափակվեց, եզրափակվեց ամբողջությամբ այն ինչ որ Աստված ունի մեզ ասելու։ Հիմա ուրեմն ինչ է մարգարեի գործը։ Մարգարեն այն անձնավորությունն է, այսինքն այս բանաձևի եւ սահմանափակումների մեջ, այն մարդն է, որ կարող է Աստծո խոսքը Աստվածաշունչից ճիշտ ժամանակին Սուրբ Հոգու առաջնորդությամբ բերել հավատացյալ քրոջ կամ եղբոր։ Այսինքն Աստծո խոսքը նախ առաջի հերթին պետք է լավ իմանալ եւ երկրորդ հերթին իմանալ, թե որ պահին, որ ժամին ինչպես պետք է Աստծո խոսքը ներկայացնել, ինչի համար, եկեղեցու շինության համար, մարմնի համար։ Եվ ասում է ոմանց ավետարանիչներ, ոմանց հովիվներ ու վարդապետներ, ուրեմն տեսեք։ Նախ եւ առաջ այս բոլոր պարգևների մասին, որ Պողոս առաքյալը խոսում է, երկու բնույթ ունեն, այսինքն երկու նպատակ։ Առաջին նպատակը մարմնի համար է, երկրորդ նպատակը անհավատների համար է։
մարմնի համար եւ մարմնից դուրս։ Ավետարանիչը ով է? Այն մարդն է, որ Աստծո խոսքն է բերում, ավետարանն է քարոզում։ Դրա համար եմ ասում, որ բոլորիս համար է տրված այն առաքելությունը, որ Աստծո խոսքը մատուցենք մենք անհավատներին։ Հատուկ մարդկանց համար չի։ Աստծո խոսքը սովորում ենք եւ Աստծո խոսքը պետք է կիսվել բոլորի հետ, որ մեր շուրջը, մեր հարևանները, մեր հարազատները, մեր բարեկամները, մեր անծանոթ մարդիկ, ովքեր որ օրվա մեջ կհանդիպենք կամ կշփվենք մարդկանց հետ, հարկավոր է Տիրոջ խոսքը մատուցել, որպեսզի նրանք էլ իմանան, եւ եթե չլսեն, Աստծո խոսքն է ասում, եթե չլսեն, ինչպես կարող են նրանք ընդունել։ Ուրեմն լսելով է, որ նրանք կարող են ընդունել։ Ուրեմն Աստծո խոսքը պետք է մենք տանք, որ Սուրբ Հոգին այդ մարդկանց վրա աշխատի եւ նրանց հավատքի բերի։ Եվ նախքան այդ ամենը Սուրբ Հոգին արդեն բոլորի վրա է աշխատում, փափկացնի սիրտը, եւ երբ որ մենք սերմնացանի առակով կամ սերմնացանի առակի օրինակով, երբ որ ցանում ենք Աստծո խոսքը, տարբեր հողեր կան, տարբեր դրություններ կան։ Իսկ մենք պետք է ինչ անենք։ Նախ եւ առաջ հավատարիմ լինել, քարոզել Աստծո խոսքը, մատուցել Աստծո խոսքը, բայց նաեւ աղոթել բոլոր նրանց համար կամ ում հետ որ մենք առնչվում ենք եւ Աստծո խոսքն ենք մատուցում։ Հետո այստեղ կա հովիվներ եւ վարդապետներ, ամեն մեկին տարբեր պարգև է տրված, օրինակ հովիվը առաջնորդն է եկեղեցու, իսկ վարդապետն էլ սովորեցնում է Աստծո խոսքը, որի գլխավոր առաքելությունը մենք ենք կատարում այս միջոցով, դիջիտալ եւ այս միջոցով Արարատ Աստվածաշունչի առաքելության կազմակերպության միջոցով Աստծո խոսքը վարդապետության, այսինքն առաքելություն է սա, ուսուցանելու Աստծո խոսքը, այսպես կարդալ տողարտող եւ բացատրել Տիրոջ խոսքը, որպեսզի հասանելի լինի եւ մենք էլ մեր առաքելությունը օգտագործելով կամ պարգևները օգտագործելով հավատարիմ լինենք Տիրոջը եւ իր աշխատանքներին։ Մյուսը ուրեմն ինչ է ասում. հովիվներ ու վարդապետներ կատարելագործելու սրբերին ծառայության գործում Քրիստոսի մարմնի շինության համար։ Ուրեմն մենք ունենք պատճառը ո՞րն է, նպատակը, այսինքն ո՞րն է։ Նպատակը այն է, որ սրբերին ծառայության համար կատարենք։ Ուրեմն սրբերին ծառայելը անհատական չի։ Նկատի ունենք մեկուսացված միջոցով չի դա արվում։ Սրբերին ծառայելը նշանակում է, որ մենք եկեղեցու մեջ պետք է լինենք։ Եվ եթե եկեղեցու մեջ պետք է լինենք, ուրեմն նշանակում է, որ մենք մեր առնչությունը Տիրոջ մարմնի հետ պետք է անենք։ Եվ ասում է Քրիստոսի մարմնի շինության համար, իհարկե, բերում ենք բոլոր այս պարգևները օգտագործելու եկեղեցու մեջ մարմնի շինության համար, ինչու մինչև ամենքս հասնենք հավատի միության եւ Աստծո որդու ճանաչողության, որպեսի հասուն եւ կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Հասունությունն է հավատքի, աճելն ու զարգանալն է հավատքի մեջ, եւ այս պարգևները իրագործվում է մեր օգտի համար, Քրիստոսի մարմնի օգտի համար է կատարում, եւ պետք է լինի այնքան, որ մինչեւ որ մենք հասնենք այդ միասնության հասկացողության, սրբության, Հիսուս Քրիստոսի ուղղության վրա եւ նմանության այս աշխատանքին կատարելու համար, ինչքան որ մենք ապրում ենք եւ քայլում ենք Աստծով, այնքան Տերը մեզ օգնում է, որ նմանվենք իր որդուն Հիսուս Քրիստոսին։ Դրա համար մենք կունենանք նաեւ փորձություններ, կունենանք միջոցներ, երբ որ Աստծո խոսքը կարդում ենք, սովորում ենք, անշուշտ Տերը մեզ հետո փորձում է, որպեսզի մեր հավատքը զորանա եւ մենք էլ աճենք հավատքի մեջ։ Ուրեմն շարունակենք, մնացել է մեզ 2 համար ու եզրափակենք մեր այս սերտողությունը։ Գրված է 14 համարի մեջ, որպեսզի այլևս չլինենք երեխաներ, ուրեմն տեսեք հասունության հարց գոյություն ունի այստեղ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց եւ մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով ամեն բանով աճեք դեպի նա, որ գլուխն է,
դեպի Քրիստոս, որից ամբողջ մարմինը միասնական ու ներդաշնակ բոլոր հոդերի օգնությամբ յուրաքանչյուր անդամի ներգործության չափով աճում է ինքն իրեն սիրո մեջ հաստատելու համար։ Լավ, հարգելիներս, ուրեմն Պողոս առաքյալը մեզ ինչ է սովորեցնում, որ առաջի հերթին միասնությունը հարկավոր է, որպեսզի մարմինը բնական եւ նորմալ կերպով աշխատի։ Եթե անհամաձայնություն եւ անհավասարակշռություն լինի եկեղեցու մեջ, անհամաձայնություն ավելի կոնկրետ ասենք, կռիվներ, վեճեր, բամբասանքներ, դժգոհություններ, լիքը այսպիսի խնդիրներ մի շարք, չէ՞։ Եթե մարմնի մեջ լինի այսպիսի խնդիրներ, ուրեմն մարմինը միասնական չի կարող լինել։ Միասնականությունը հարկավոր է, որպեսզի մենք ճիշտ ուղղության եւ ծառայության մեջ լինենք Հիսուս Քրիստոսին։ Երկրորդ հերթին Աստված մեր Տերը Հիսուս Քրիստոսը մեզ տալիս է բոլոր այն նվերները, որը խոսվում է այս ավարների մասին։ Մեր զորագլուխը հավատքի Հիսուս Քրիստոսն է, հաղթեց նա մահը եւ նա մեզ տվեց փրկություն։ Փրկության հետ միասին մեզ տալիս է բոլոր այն օրհնանքները, բոլոր այն պարգևները, որ հարկավոր է հավատքի կյանքը կատարելու համար։ Ուրեմն մեզ այս պարգևները տալով յուրաքանչյուրից տարբեր պարգև, եւ ուզում եմ այս պահին մի կարևոր մեջբերում անեմ, որովհետեւ կան եկեղեցիներ, որոնք քարոզում են եւ սովորեցնում են, որ մինչեւ չունենաս այս պարգևը կամ չունենաս այն պարգևը, ապացույց չի, որ դու մկրտված ես եւ այլն։ Գիտեք, շատ շեղումներ կա Աստծու, այսինքն հավատացյալների մեջ։ Եվ այս շեղումները պետք է ճշգրիտ կերպով նախ հերքել, առաջի հերթին Աստծո խոսքը իմանալով կարող ես հասկանալ ճշմարտությունը, երկրորդ հերթին Տիրոջը պետք է գնալ աղոթել, որ Տերը պարզաբանի բոլոր իր խոսքերը, որ թուրիմացություն չլինի եւ մի տողով մի ամբողջ աստվածաբանություն անկարելի է հաստատել։ Ովքեր որ հաստատում են մինչև լեզուներով չխոսած դու մկրտված չես, կամ կան ընտրյալները կամ նման տարբեր գաղափարներ կամ սուտ վարդապետություններ, շեղվածություններ, այսինքն երբ որ կարդում ես Աստծո խոսքը, պետք է ակնհայտ լինի Տերը ինչ է ասում։ Այստեղ երբ որ մենք տող արտող սովորում ենք շահարկելու հավանականությունը, շահարկելու, այսպես ասած, հնարավորությունները ավելի նվազվում են եւ պետք է հիմքը ունենալ պատմականորեն նույնպես հասկանալ թե Պողոս առաքյալը ինչ է ասում։ Մենք կարդում ենք Աստծո խոսքը եւ հասկանում ենք, որ խոսքը այս կետի շուրջ նաև կարող են գտնել տարբեր կետերի մեջ Աստծո խոսքի մեջ եւ պետք է ճիշտ հասկանանք, որ հակասություններ չլինեն։ Օրինակ տանք, երբ որ Հովհաննեսի ավետարանի մեջ 3-րդ գլուխ 16 համարում որ գրված է, որ Տերը ուղարկեց իր միածին որդուն, հիմա կարող ենք անցնել եւ կոնկրետ ուսումնասիրենք, Քրիստոս եկավ բոլորիս համար, չեկավ հատուկ ընտրյալների համար, չեկավ հատուկ այն մարդկանց համար, որ միայն հատուկ մարդիկ կան, որ հարկավոր է փրկվեն։ Ուրեմն, երբ որ մենք կարդում ենք Հովհաննեսի ավետարան 3-րդ գլուխ 16 համար, այնտեղ մենք կհամոզվենք, որ ընտրյալներ հնարավոր չի լինել եւ հնարավոր չի շահարկել Աստծո խոսքը կամ սխալ ձևի մեկնաբանել, որովհետև եթե այլ համարում ուրիշ բան է գրված, պետք է ճիշտը հասկանալ։ Եվ հիմա թերթենք ու կարդանք, թե ինչ է գրված։ Ուրեմն այստեղ նշված է Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսի ով նրան հավատում է չկորչի,
այլ հավիտենական կյանք ունենա։ Ուրեմն չի ասում ընտրյալները, հատուկ մարդիկ կամ Աստված ում որոշեց, ով որ բառն է օգտագործում, որովհետև Աստված իր որդուն աշխարհ չուղարկեց դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին որդու անվանը։ Ով որ հավատա, եւ այստեղ օրինակն է, որ Աստծու խոսքը իմանալով, ավելի լավ իմանալով եւ ավելի ու ավելի լավ իմանալով, ասում է, որպեսզի այլևս չլինեն երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց եւ մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են։ Ուրեմն Աստծո խոսքը իմանալով, ճշմարիտ խոսքը իմանալով, մենք կարող ենք դեմ առնել սուտ վարդապետներին, կարող ենք չընդունել եւ մերժել սուտ վարդապետություններին, որովհետև այդ սուտ վարդապետությունները սատանուց են, որ տրված է մոլորեցնել ժողովրդին։ Եվ հիմա տեսեք, կան եկեղեցիներ, չէ, ինչպես մենք անցյալում ենք նույնպես ասել, ուղղափառ, կաթոլիկ, բողոքական եկեղեցիներ։ Բոլոր այդ եկեղեցիները, որտեղ որ քարոզում են, այսպես ասած, Նիկեայի հանգանակը, որը որ ճանաչում են շատերը որպես հավատամքը եկեղեցու մեջ, այսինքն մենք հավատում ենք Հիսուսին, մենք հավատում ենք Հայր Որդի Սուրբ Հոգի, հերթականությունը ճիշտ ներկայացնեմ, հավատում ենք մենք Հայր Աստծուն, որ տվեց Հիսուս Քրիստոսին, որ գա խաչվի, հարություն առնի եւ Հիսուսով փրկություն ունենանք, մեկ մկրտություն եւ այլն եւ այլն։ Այդ բոլոր կետերի շուրջ, որը մենք պետք է հիմնվենք եւ հավատանք եւ ընդունենք, հավատալով նույնպես որ Աստված տվեց Սուրբ Հոգուն, որպես կնիքը եւ ապացույցը մեր փրկության, որ Սուրբ Հոգին է մեր մեջ բնակվում, եւ հավատում ենք, որ Հիսուս երկրորդ անգամ է գալու։ Հիմա բոլոր այդ կետերը, որի մասին որ ես նշեցի, որը նիկեական այդ հանգանանքի մեջ է գրված, մեր հավատքի հիմքն է։ Ուրեմն մենք հավատում ենք բոլոր այդ կետերի շուրջ եւ դրանից դուրս ուրեմն կա մի քանի կարևոր բան շեշտել։ Դրանից դուրս հասկացողություն կա, որ կոչվում է միասնություն, անհրաժեշտ եւ կարևորագույն այսպես ասած հիմքերը հավատքի եւ կարող են լինել տարբերություններ, ենթադրենք նույնիսկ տարբեր այսպես ասած ոչ սկզբունքային հարցերի շուրջ։ Օրինակ, որոնք են, պարզաբանենք, մարդկա խմում է խմիչք, մարդկա չի խմում։ Խոսքը հարբեցողության մասին չի։ Մարդկա որոշում է, որ այսինքն իր խիղճը թույլ չի տալի խմել, որովհետև այդպես է ինքը հասկանում։ Մարդկա ինչպես սա ուղղակի նոր կտակարանից է, կարծիքների հիման վրա չի։ Պողոս առաքյալ այս հարցերի շուրջ ինքը թե գաղատացիների նամակի մեջ, թե այլ տեղերում, թե նամակ հռոմեացիների մեջ, տարբեր տեղերում նա շեշտում է սրա մասին։ Այն ժամանակ ուրեմն երբ որ զոհ էին մատուցում չաստվածներին, այդ միսը նույնիսկ տանում էին շուկայում ծախում էին, եւ այդ միսը շատ ավելի արժան էր եւ շատ ավելի բավականին լավ որակի միս էր, ուրեմն կային մարդիկ, որ ասում էին, չէ, այն ինչ որ մատուցվել է չաստվածներին, մենք ձեռ չենք տալու։ Իսկ մարդիկ կային, որ ասում էին, չաստվածը ով է, Փեդո Աստված չի, քարո Աստված չի, այդ միսը ես կուտեմ իմ այսինքն իմ համար, իմ ընտանիքի օգտի համար։ Պողոս առաքյալն էլ հենց դրա մասին է խոսում, որ կան մարդիկ, որ չէին ուտում, որտեղ իրանց խղճի վրա լավ չէր նստում, եւ կային մարդիկ, որ ասում էին, այտենց Աստված նույնիսկ գոյություն չունի, ինչա որ այդ միսը մենք կօգտվենք, Աստվածա տվե եւ մենք էլ այդ կենթանուց կօգտվենք եւ կսնվենք։ Նույնը խմիչքն է,
որ խմիչքը մարդկա ասում է, որ ընդհանրապես ձեռ չենք տա, մարդ էլ կասում է կխմենք չափավոր իհարկե չգինովնալ եւ չհարփենալ եւ այլն եւ այլն։ Պարզ է, այսինքն։ Հիմա այս պահին խոսքը տենց հարցերի շուրջ է, որ կան տարբեր պաշտամունքի միջոցներ եւ մեկը կընտրի գիտարով պաշտել, մեկը դաշնամուրով պաշտել կամ շարականներով կամ ավելի ժամանակակից, այսինքն երաշտությունով Քրիստոսին եւ մեր Տիրոջը պաշտամունք կատարելու համար այդ տարբերությունների մասին է խոսքը։ Աստվածաբանական վարդապետության եւ ճշմարտության մասին չի խոսքը, որ դրա շուրջ պետք է բոլորս համախմբվենք։ Ուրեմն այսպես Պողոս առաքյալը մեզ սովորեցնում է, որ մենք իմանանք Աստծո խոսքը, որպեսզի չխաբնվենք, չշեղվենք եւ չմոլորվենք։ Եվ ամենակարևորը միասնականությունը եւ միասնությունը լինի Քրիստոսի շուրջ։ Ուրեմն հարգելիներս, այս կիրակի օրվա համար այսքանը, աղոթում ենք, որ Տերը ձեզ առատորեն օրհնի, ընդմիշտ եղեք Աստծո խոսքի մեջ։ Ամեն։